Ների ամսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին։ Էլի բաներ Կարինե ջան, սպասի, սենց հերթով գալիս եմ։ Քարտեզը որ դուք գցրել եք ձեր 21 Արցախի քարտեզով Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացու Ես եմ այդ քարտեզի հեղինակը։ Հա, եւ հիմա եւ դուք Հայաստանում եք տարածում, դրա համար մարդիկ չեն հավատում, որ դուք ձեր իշխանությունը այս Հայաստանի այս տարածքները պահելու։ Եվ եթե այս քարտեզի արդեն Հայաստանի Գեղարքունիքից, Չերնուխի դիրքերից դուրս եկած լինեին ադրբեջանական զորքերը, մենք գուցե հավատայինք, որ դուք այսպես ասած, այս քարտեզը ամբողջական է։ Լսեք, ես չեմ ուզում հիմա խոսել հավատից, ես ուզում եմ խոսել գործերից։ Ակնհայտ է, որ այս քարտեզը, այն սպառնալիքը, որը որ դուք մատնանշում եք Հայաստանի քարտեզից այս կողմ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, ասել է եւ գործով ապացուցել է, որ այլևս սա Հայաստանի Հանրապետության սահմանն է, հաջան։ Հարգելիս տեղյակ եք, որ սահմանագծում եւ սահմանազատում process գոյություն ունի։ Իսկ տեղյակ եք, որ չէ, այդ տեսնում եք, որ կարդակ փաստաթղթերը, այլ ուղղակի ոչ թե մենակ TV5-ի բաները, լուրերը նայեք կամ մենակ անդիմադ, բա որ կարդացել եք, բա որ գնում է նախ գործընթացը, բա որ կարդացել եք, ուզում եմ Կարինե կթողնես վերջացնեմ։ Չեմ ասելու քեզ։ Այտենց, որտեվ հարց ես տվել, ուզում եմ այդ հարցին հələ պատասխանեմ։ Այ որ վերջացնեմ այն հարցը, կարող է մարդ ես բարի գտնվեմ եւ պատասխանեմ այն հարցին։ Կարամ պատասխանեմ, որ փաստաթղթերը կարդալիս լինեիք, կտեսնեիք, որ հիմնարար փաստաթղթում, որը որ վավերացվել է թե Ադրբեջանում, իդեպ էտել էիք ասում Ադրբեջանը չի վավերացնելու, այստեղ կանգնած ասում էի վավերացնելու բան, 3 օր հետո Ադրբեջանի նախագահը ստորագրեց փաստաթղթում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանը վերևից մինչև Իրանի սահման եւ Ադրբեջանի սահմանը վերանվելու է, այսինքն դրանով ադրբեջանական կողմը նույնպես ստորագրել եւ հաստատել է, ինչպես նաեւ բառացի մի քանի անգամ Ադրբեջանի նախագահ, այն որ ասում եք, բա ինքը ինչի տենց բաներ չի ասում, մենակ դուք եք ասում, ասել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է նույնիսկ այն հին տեսանյութը, որը որ դուք տարածել էիք, դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, որը որ տարածել էին 2022 թվականի, այնտեղ նույնպես Ադրբեջանի նախագահ դրա մասին ասում է, բայց լսել չեք ուզում, տեսնել չեք ուզում, խոսում եք հավատից։ Տեսեք, ես ապացույցներ բերեցի, ինչ կարող եք ասել, ասեք Կարինե ջան։ Չլսեցի։ Այ ախպեր, մի հավատացեք, ես ասում եմ, դուք ստորագրած փաստաթղթերին հավատացեք, դուք հավատացեք այսօրվա իշխանության որոշմանը, հավատացեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությանը, մնացածին մի հավատացեք, որտեղ աշխարհում ամեն ինչ կարա լինի։ Ինչա՞։ Հա։ Ասում էր, որ այլևս որևէ միջազգային փաստաթղթ ուժի գործոնը։ Դուք հիմա ասում եք հավատանք Ալիևի։ Չէ, դրա համար չէ։ Դուք նկատել եք, որ ձեր բերված օրինակի աշխարհի ամենամեծ եւ հզոր պետություններից մեկի, եթե ոչ ամենամեծ պետության մեկի ղեկավարը ստեղ նաեւ ֆինանսական, ինչպես նաեւ քաղաքական ներդրում է արել եւ այդ երկրի նաեւ փոխնախագահ եկել այստեղ եւ դրա մասին խոսել է։ Եթե մենք հավատով լինեինք եւ մենակ հավատի վրա հիմնվենք, այսքան փաստաթուղթ, այսքան պայմանագիր, այսքան բան չէր լինի, բայց պարզ է, որ աշխարհում գոյություն չունի 101% եւ նույնիսկ 100% բան, որովհետեւ մեր երաշխավոր իր ռուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաեւ խաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետեւյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգարց տեղ մի բան ձեզ չլի, դավայ դուրս եկեք։ Բա ինչ պետք է անենք, այո, բա ինչ պետք է անենք, միանշանակ ներողություն, այդ Պրագա ճանաչելը նշանակում է, նշանակում է այս Հայաստանը ճանաչելը։ Ես չի կարող Հայաստանի Հանրապետությունը չճանաչել, հասկանում ես, որովհետև եթե դու Հայաստանի Հանրապետությունը չես ճանաչում, ի հայտ է գալի
օրինակ հապկի են հայտարարությունը, որ ասում էր, դե մենք ոնց խառնվենք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները դեմարկացված եւ դելիմիտացված չէր, այսինքն պարզ չի Հայաստանի Հանրապետության սահմանը որտեղ է։ Հայաստանի Հանրապետություն հետս չանա կռիվ մի արա, ամոթա, սպիրոպես սպասի։ Չէ, ես ասել եմ, ես կհանդիպեմ իրանց հետ, միայն իրանց եթերում, իրանց եւ մի քանի խմբագիրների հետ, մնացած դեպքում Կարինե ջան, իսկ կլինի վերջացնեմ ասածս, որտեվ կարևոր է, որտեվ դուք տենց բաց եք թողում հարցերը, ձեզ թվում է ընթացքում մի հատ էլ երկու հատ էլ խոսակցության, մի րոպե, ստոպ, եւ հա, բա ինստիտուցիոն հիշողություն ունեք, բա Պրագայում եթե վերադառնանք, դրան ձնին է կվերադառնամ, Պրագայում եթե Հայաստանի Հանրապետության տարածքները մենք չճանաչեինք, մենք Պրագայում ոչ թե Հայաստան բանն ենք անչախ, Ադրբեջանի տարածքն ենք, մենք մեր տարածքն ենք, որտեվ Հայաստանը սկսում է այնտեղ, որտեղ որ ավարտվում է Ադրբեջանը։ Եթե դու չես ճանաչում դա քո ամենամեծ դաշնակից եւ երաշխավորը ձեր կողմից, ձեր ուժի կողմից սիրված, Ռոբերտ Քոչարյանի կողմից սիրված Պուտինի գլխավորության մեր դաշնակիցը ասում է դուք որ դե ինքն է ասում, հա, ես չեմ ասում։ Լսեք, որ Քոչարյանը Պուտինին սիրում է, դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ունենք Պուտինի հետ, դրա մասին չի խոսքը։ Որովհետև դուք եք երաշխավոր առաջ քաշում եւ Տրամպի հետ կապված կասկածներ հայտնում։ Ես ասում եմ, որ աշխարհում միանշանակ որևիցե բան չկա, եւ եթե դուք Տրամպի քաղաքական միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ, մենք ունենք ավելի հստակ բան, եւ այդ դաշնակից երբ որ ժամանակը եկավ, ասես, դե ոնց որ պարզ չի Հայաստանը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում եւ մեզ ես եմ զանգել, բա այս ինչ է, այս ինչ ժանր է ուզում, այս ինչ ժանր է, մի րոպե, ես մի րոպե, իսկ այսքան տեսախցիկի առաջ, որ ասում եմ, քեզ թվում է ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, չնայած կարող է, որ ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, այդ ինչ խոսալու, կամ ելը կներես, էլի, այս ինչ ժանր է, պատասխանում եմ հարցին, այնտեղից ասում ես, որ զանգում եք, ես Պուտինին չեմ զանգում, դա ձեզ չի վերաբերում, դրան կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ պատեհ կգտնի։ Ինձ մի ընդհատեք, պատասխանում եմ հարցին, չխոսակ Պրագայի մասին։ Դա հակահայկական, հակահայաստանի Հանրապետության դեմ նարատիվ է, Հայաստանի Հանրապետությունը Պրագայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց եւ իշխանությունը կորցնելուց։ Ով որ խոսում է Պրագայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ երկիր չլինի։ Հաջորդ հարցը, խնդրեմ։ Հանդիպում եք քաղաքացիների հետ եւ տարբեր դժգոհություններ ներկայացնում։ Այո։ Ինչպես եք վերաբերվում այդ դժգոհություններին, օրինակ արցախցի կնոջ դժգոհությունը բազմաթիվ արձագանքներ լսեցինք։ Հարցը չհասկացա կներեք։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ ես շատ Նարեկ ջան խանգարում ես։ Նախ եւ առաջ շատ հետաքրքիր է, որ Հայաստանում այլևս ինչի Հայաստանում աշխարհում երևի տենց օրինակ շատ քիչ կա, ենթադրում եմ, որ չի լինի, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը մետրոյում կարող է քաղաքացիների հետ շփվի եւ ես երեք համացանցն էի նայում, բացի դժգոհություններից եւ մնացածից, շատ ու շատ տարբեր երկրներից ակնհայտ էր, որ մարդիկ ուղղակի ապշած են, որ Հայաստանի Հանրապետությունը ի հեճուկս մեր ընդդիմադիրների հայտարարությունը այնքան բաց, այնքան ժողովրդավար երկիր է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը բանավեճի է բռնվում իր քննադատի հետ մետրոյում եւ դա ուղիղ եթերով գնում է հենց վարչապետի էջով, դա միանշանակ դրական եմ գնահատում, ինչ վերաբերում է վեճին, վարչապետը դրա հետ կապված իր կարծիքը ասել է, ես համարում եմ, որ վեճի հետ կապված այդ ուղիղ եթերը հենց իրական պատկերը ցույց տալու համար է։ Այո, կան մարդիկ բնական է, որոնք դժգոհ են, կան մարդիկ, որոնք քննադատում են, ես երեգել եմ ասի, չի կարող ազգային ժողովի պարլամենտի դահլիճում եւ Հայաստանի Հանրապետությունում որևիցե կուսակցություն լինի 100%-ով։ Մեզ դե բա ինչ էր։ Դե ես չեմ կարծում, լսեք, այն բռնությունը, այն բուլինգը, հա, հիմա հայտնի տենց բարկա, որը իրականացվում է իմ նկատմամբ, վարչապետի նկատմամբ, մեր ընտանիքի անդամների նկատմամբ,
մեր ընկերների նկատմամբ, հենց նույնն է, մի րոպե, իմ երեխաները, չէ։ Իսկ ես թվում է հələ մի րոպե։ Նարեկ ջան, մի րոպե սպասեք, էլի, մի րոպե սպասեք, ես դրան պատրաստ եմ, ես դրան չեմ բողոքում։ Ես անարդարությունից եմ բողոքում, որ ձեզ թվում է օրինակ իմ երեխաները գրել չգիտեն, թե կարդալ չգիտեն, թե ինտերնետ չեն մտնում, հենց ձեր լրատվամիջոցները, որ Ալեն Սիմոնյան անուն, ազգանունը, չգիտեմ, մեկը 5 րոպե հարցազրույց է տալի, վերջում ասում է, բայն Ալեն Սիմոնյանը, բռնում վերնագիր եք դնում,այն Ալեն Սիմոնյանը 5 րոպե մարդը նայում, ասենք իմ երեխեքը չէ, այսինքն այդ ամեն ինչը դուք անում եք, բայց չեք նկատում մեր նկատմամբ, մեր նկատմամբ, վարչապետի ընտանիքի նկատմամբ, վարչապետի երեխեքի, իմ մոր, իմ ընտանիքի անդամների նկատմամբ, այդ չեք նկատում։ Լսեք, Հայաստանի Հանրապետության ղեկավարը վրդոված, որովհետև խոսք է գնացել Հայաստանի Հանրապետության սահմանի մասին, խոսք է գնացել մեր երկրի մասին, վրդոված ասել է, բայց ես ինչ եք խոսում, մեր երկիրն է, էս է ձեր երեխան պետք է այս երկրում ապրի, ինչ էր ասում, ասում էր, ձեր երեխան մի արեք դա, ձեր երեխան պետք է այս երկրում ապրի, վա, տեսակ բան եղավ, ուրեմն, կրկնում եմ, դա բանավեճ է եղել, և վարչապետը դրանից հետո այն բոլոր մտահոգությունների դեպ երևի եթե չեմ սխալվում առաջին հենց ձեզ ասեց Շենգավիթում, ասեց եթե ինչ-որ բան կա, որը որ ես ինչ-որ չափով անցել եմ, ես ներողություն եմ խնդրում, հետո ուղիղ եթերում ներողություն խնդրեց, հետո մի հատ էլ ստատուս գրեց, ես չգիտեմ Հայաստանի Հանրապետությունում քանի երկրի ղեկավար կա, որ երբևիցե որևիցե մեկից ներողություն է խնդրել, այլ ոչ թե դրանից հետո նույնիսկ հոխորտացել է։ Հենց որ Փաշիններ ներողություն կխնդրեն։ Միանշ, իսկ քիչ ա եղել, որ տենց ա եղել։ Իսկ քիչ ա եղել։ Հələ մի րոպե, իսկ քիչ ա եղել, որ տենց ա եղել։ Կարամ լիքը օրինակ, հետո նոր ներողություն խնդրեց հաշվի առնելով որ ընտրությունը։ Ոչ, մշտապես վարչապետը ելույթ ունի, որտեղ ասում է, որ ներողություն խնդրելը այն մարդուն, որ ներողություն է խնդրում, բարձրացնում է։ Դուք հիմա ինչ եք հարցնում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այն մարդն էր, որով տենց մշտապես մարդկանցից հեռու եւ այլն։ Ձեր դոշի այդ քարտեզի վրա արծվաշենը չկա եւ Նիկոլ Փաշինյանը երբ գալիս էր քարտեզով արծվաշենը միշտ պահում էր, բայց ուր է։ Միշտ առանձին պահում էր, փաստորեն։ Հեսա արծվաշենը։ Լսի, հեսա արծվաշենը։ Փաշինյանը միշտ առանձին պահում էր իր ձեռքում եւ Սխալ գիտես, հեսա արծվաշենը, ու ես մասշտաբի մեջ ներողություն եմ խնդրում, Արծվիկ Մինասյանը չես գլխիս, որ վերել էինք այստեղ վերևի Հայաստանի քարտեզն էին կպցրել, ասում էր մեջը Սևանի ջուր չկա, թարգեք այդ Ուղղակի Փաշինյանը միշտ արծվաշենը պահում էր իր ձեռքում, եւ քանի որ Ալիևն ասում է չէ վերադարձնել, մեկ մտածեցին պայմանավորվածություն կա։ Դու առանձին պահի քո մոտ, հենց ուզում եմ ցույց կտա։ Հեսա արծվաշենը կա։ Արծվաշենը խնդրում եմ ուշադիր եղեք։ Եվ երեք փաստաբանը, պարոն Սիմոնյան, երեք հազանգում էր, որ փաստորեն Կորնիձորում երեք արցախցի լուսանկարվել է Արցախի ֆոնին եւ ազգային անվտանգության ծառայությունը նրանց վերադառնալիս հեռախոսները խլել է ձեռքից, տարել են ոստիկանություն, այնտեղ ասել են, եթե այդքան կարոտել եք Արցախը, վերադարձեք այնտեղ, հանձնվեք, այս ամեն ինչը որքանով է ընդունել եւ արդյոք հիմա Արցախի ֆոնին նկարվել արդեն քրեական պատասխանատվություն է ընդհանրում։ Ուզում հասկանամ, ինչ հետաքրքիր է զուտ հետաքրքիր է։ Իսկ ինչ եք այդ դեպքում վազգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա, ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որտեղ այլ անվանում է տալի, վատ եք զգում, ինչ եք վազգում, զուտ հետաքրքիր է, չեմ հասկանում։ Հասկացա, իսկ ուզում եմ հասկանամ, իսկ ինչի այդ նույն Ղարաբաղի սահմանադրության անվանումը չեք տալիս։ Ուղղակի հետաքրքիր, Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին խոսում։ Ինչի չեք տալիս։ Որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք եւ դուք բոլորդ զբաղված եք պահանջատիրական սխալ է անում, պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի մարդ կարող է Հայաստանի Հանրապետության Երևանին ասի Երևան, Սևանին ինչ-որ այլ բան ասի, աղմուկ մի բարձրացրեք։ Ոչ մեկ չէ։ Ես ներողություն եմ խնդրում Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է եւ Բախեք ուրիշ անդր։ Ես ձեր հետ համաձայն չեմ։ Ես լուրջ ես ասում, դրանից հետո ինչ ա եղել։ Այդ ձեր մտածելակերպը անջատեք, Հայաստանի Հանրապետություն, բախի չէր ճանաչում 30 տարի այդ անկախը Հայաստան, էս է Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, սրանից էսկոմ Թուրքիա է, սրանից էսկոմ Վրաստան է եւ Ջավախքը Հայաստան չի, Ջավախքը Վրաստան է։ Սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էսկոմ Ադրբեջան է։
հանեք այդ, հեսա Արցվաշենը սպանել եք փուճուրա, մոտիկ բերեմ նայի։ Թագեք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին, չգիտեմ այդ անունը ինչա, ինչ Գյորջայան ասում, լսեք, հիմա մանկապարտեզ չի, ուրեմն կրկնում եմ, նախ եկեք չհամատենք, որտեվ ես չգիտեմ վերջին անգամ իրան եփ են ասել, գնացեք նայեք կգաք ինձ կասեք վերջին, կպատասխանեմ ստեմ չեմ գնում։ Բայց ինչա ձեզ։ Եկալնի վերջացնում։ Ուղղակի սրա շարունակում։ Կշարունակենք ստեղ եմ։ Ինչն էր հարցը։ Ինչի են տարել, չգիտեմ, դիմեք ազգային անվտանգությանը։ Ես ազգային անվտանգության տնօրենն չեմ։ Ես հարցնում եմ, ասում կարող է վտանգավոր լինի եւ քրեական պատասխանատվության ենթարկվում, ես Արցախի ֆոնին փաստորեն նկարվել է։ Վտանգավոր լինի։ Ֆոնին նկարվել է Արցախ։ Ես չգիտեմ Արցախի ֆոնին նկարվել է ինչա նշանակում, ներողություն եմ խնդրում։ Լավ պետք է իմանալ, դուք եք Աղդամի ֆոնին։ Ակնան ձեր հայրենիքը չէ։ Լսի, ես ակնաբար չեմ օգտագործել, Աղդամ եմ ասել, հա, դա մեկ։ Երկրորդը ես դրա մասին 100 անգամ խոսել եմ, երրորդը սխալ եմ արել, հարգելիներս, որտեղ եղել եմ այդ նույն ձեր տրամաբանության մեջ, ձեր տրամաբանության մեջ եմ եղել, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել, մտածել եմ ինձ էլ են ներարկել, որ դու պետք է սրանով չբավարարվես, դու պետք է սենց նստես, նայես գետից, Արաքս գետից ենկում ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մենք մի օր հարձակվելու ենք կամ Թուրքիան թուլանա, մի օր հարձակվելու ենք։ Իսկ դա ազգի կոտորման, վերացման ամենակարճ ճանապարհն է։ Ու այո, ես սխալ եմ արել։ Էլի կա այդ հիշած։ Չէ, Նարեկ։ Չէ, պարոն Կիրակոսյան, այս աղջիկն է հասկալու։ Մի րոպե։ Պետքա սպանել, պետքա խեղդել այն ամենապուճուր բանի մեջ, որովհետև եթե դու դա չես խեղդում, դու սա ես կորցնում։ Հենց դու դա չխեղդեցիր, այս լինելու է ջարդած, կտրտած Ռուսաստանի մաս կամ ընդհանրապես չի լինելու։ Ախր ես զարմանում եմ, որ դուք այսօրվա աշխարհում չեք հասկանում, որ ես չգիտեմ, ասենք, չգիտեմ, այդ եթերով կարամ այդ բանը ասեմ, թե չէ, բայց այսօր աշխարհում կանոններ չեն գործում։ Երեխեք, ով է, եթե մի կողմից, մյուս կողմից հարևանները որոշեցին գան եւ իրար ձեռ սեղմեն, ողջունեն, ով է մեզ փրկելու։ Ոչ մեկ եվրոպացիները շատ ջղայն հայտարարություն են անելու, շատ ջղայն որդովելու են։ Ռուսները ասել են «Мы вам позвоним», պարսիկներն էլ ահավոր զբաղված են։ Ժողովուրդ, ռեալ, երեխեք, այդ կենացները, այդ դոշ ծեծելը թարգեք։ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21 նշում եք, դուք թե չեք նշում։ Նշում եք, թե չեք նշում։ Նշում եք, հարց տվնը տալի, նշում եք, ինչի մասին է դա։ Նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է։ Ինչով է անկախացել։ Այս տարածքով է անկախացել։ Սա է նորից այս կողմը Հայաստան չի։ Այն կողմը սա հայկական լեռնաշխարհ է։ Միգուցե ինչ որ տարբեր կենդանիներ եւ բույսեր կան, որոնք հայկական անվանումներ են։ Սա Թուրքիա է, սա Ադրբեջան է, սա Վրաստան, սա Պարսկաստան։ Փակեք այդ թեման։ Մենք հիշում ենք, որ Մի րոպե իր հարցը վերջացնեմ, Նարեկ կգամ ստեղ։ 2 տարի առաջ ազգային ժողովում 2 տարի առաջ ազգային ժողովում երբ հարց հնչեցվեց սահմանադրության փոփոխության մասին, որ Ադրբեջանն ասում է պետք է սահմանադրությունը Հայաստանը փոխի, որ մենք խաղաղության պայմանագիր կնքենք, դուք 2 տարի առաջ ասացիք, եթե նման բան արվի, դա երկկողմանի պետք է լինի։ Ադրբեջանի սահմանադրության մեջ եւս կան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Հիմա հրաժարվել եք պահանջելուց։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ այն փոփոխությունները, որոնք որ նախատեսվում են, մասնավորապես ես եմ ասել, այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի Հանրապետության շահերի համար։ Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար։ Դրանք արվում են Հայաստանի Հանրապետության գոյատևման, Հայաստանի Հանրապետության գոյության, ապագայի համար։ Եվ դա արվում է մեր կողմից այդ նպատակներով։ Ադրբեջանը, լսեք, դե թող մտածեն, իրենց սահմանադրության մեջ որ պահանջներ կա Հայաստանի դե թող նկատմամբ։ մտածեն այն մարդիկ, ովքեր որ ասում են, որ Ադրբեջանը մի օր կթուլանա, մենք կթանք եւ ռևանշիզմով կզբաղվեն։ Թող այդ մարդիկ եւ իրանք իրար հետ զրուցեն։ Մենք անում ենք սա Հայաստանի Հանրապետության։ Չենք ներկայացնում Ադրբեջանին, որ եթե մենք փոխում ենք սահմանադրությունը, դուք եւս փոխեք այն դրույթները, որը խնդրահարույցի պահանջատիրական է Հայաստանի նկատմամբ։ Ձեր մտածելակերպը փոխեք։ Մենք այդ սահմանադրությունը փոխում ենք, որովհետեւ Ռուսաստանը հիմա կրակում է Ուկրաինայի վրա, բանը Ամերիկան եւ Իսրայելը կրակում են Պարսկաստանի վրա, Իրանը կրակում է միևնույն ժամանակ բոլոր իր հարևանների վրա եւ ինչպես Կարինեն Արտարացի նշեց, Տրամպը ասել է, որ գործում է ուժի իրավունքը։ Մենք դա 2 տարի առաջ
այլ իրավիճակ էր եւ քաղաքական գործչի համար եւ ընդհանրապես մարդու համար ամենավատ բանն է, որ ինքը փոխվող աշխարհի մեջ ինքը նույն այլ բանը չասեմ, նույն բանն է փոխվում։ Հասկացանք, որ մենք ոչինչ չենք կարող Ադրբեջանին ասել եւ միևնույնն է չի ընդունվելու, դրա համար հրաժարվեցինք։ Ես չգիտեմ մենք կարող ենք թե չենք կարող նման բան ասել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել ենք եւ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա եւ խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են։ Ես կասկածում եմ խիստ ձեր ընդդման մեջ, թե մենք կարող ենք թե չենք կարող, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում, չգիտեմ, շո մուսկուլների չափման տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի Հանրապետության հետ, որովհետև նման օրակարգ չկա։ Ես չեմ մտածում ձերպես։ Ես մտածում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է, որ ինքը լավ զորք ունենա։ Ես այնց եմ անում, որ Հայաստանի Հանրապետության բանակը լավ զինվի եւ կարողանա իրեն պաշտպանել։ Ես չեմ մտածում, որ ես պետք է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին ինչ որ բան պարտադրեմ, որ վաղը ինքը մտածի ինչ որ բան պահպանի։ Ես մտածում եմ Հայաստանի Հանրապետության շահերի մասին եւ Հայաստանի Հանրապետության շահը ասում է, որ մենք պետք է ունենանք այն սահմանադրությունը, որը առիթ չտա որևիցե մեկին մեզ որպես տարածաշրջանում վտանգ դիտարկի։ Եվ ես սա համարում եմ այն բաներից մեկը, որը որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինձ սատարում է։ Փայլակ վերջապես հասանք քեզ։ Նարեկ ջան, կգամ, ստեղ եմ, արդեն մի ժաման բան եմ տալիս, ճեպազրույց եմ տալիս։ Տեսեք, ամեն անգամ իշխանությունը Եկեք մի քիչ առաջ գնանք, էլի։ Ամեն անգամ իշխանությունը խմբագրում է իր հայտարարությունները, սկսած Արցախը, Հայաստանը եւ վերջապահարեք Արցախում եւ Հայաստանում ապակակը։ Հիմա նաեւ այդ ամեն ինչը հանրությունը իր աչքի առաջ ունենալով չի կարող ունենալ հիմնավոր կասկածներ, մտահոգություններ, որ այսօրվա այս ձեր հայտարարությունները եւս 1 տարի հետո կարող են դիտվել սխալ եւ օրինակ ասվել, որ օրինակ դες սխալ էինք ասել, որ օրինակ չեմ, ես ինչ հատվածները ներ, սա առաջին հարցը։ Առաջին պատասխան հիշես գոր։ Իհարկե կարող է, բայց ակնհայտ է, որ այն գործողությունները եւ այն մարտավարությունը, որը որ իրականացնում է այսօրվա իշխանությունը, կոնկրետ ռեզուլտատներ ա բերում։ Այսինքն հողի վրա բան ա փոխվում։ Հիմա ակնհայտ է, որ ինչ որ պա ուրիշ քաղաքական իրավիճակ անում, երբ որ դուք դա ասում եք, այն ժամանակ այնտեղ կար ռուսական խաղապահ ուժեր եւ իրավիճակը այլ էր եւ տրամադրվածությունը եւ պատկերացումը նույնպես այլ էր, հա, բայց հետո եկավ նոր իրավիճակ։ Ես չեմ կարա նույն գնահատականը տամ երկու տարբեր իրավիճակի մեջ եւ կրկնում եմ, կարևորը այն է, թե հողի վրա մենք ինչ ունենք։ Հողի վրա մենք ունենք խաղաղություն։ Իդեպ, լավ հիշեցի։ Այդ Ղարաբաղի հետ կապված, որ ասում եք ապագա կա եւ այլ, ես եմ դա ստեղ ասել, բայց դրանից հետո մեր պարլամենտում գտնվող ուժերը տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը եւ դրանից 3 օր հետո թուղթ ստորագրեցին, որով լուծարեցին ձեր կողմից այն որ տարբեր հիմա բան եք տենց բոլորը դոշ են ծեցում։ Իմիջիալը տենց հետաքրքիր է։ Նկատել եք, որ քաղաքական ընդդիմությունը Ղարաբաղի դուք ավելի այսօր ընդդիմադիր եք, լուրջ եմ ասում։ Այսօրվա լրագրողները շատ ավելի ընդդիմադիր են, քան պարլամենտի ընդդիմադիրները։ Քանի անգամ եք տեսել, չէ, խոսույթը լավ, թող տենց ասեմ, խոսույթը ես չեմ, ընդդիմադիրների մեջ վատ բան չկա իմիջիալոց։ Ես չգիտեմ դու ել են ծանր արձագանքեցիր Ալեքսանյանի ասացին, դուք էլ եք ծանր։ Ընդդիմադիրների մեջ վատ բան չկա, եթե դու դրա մասին չի խոսքը։ Լսի, հասկանալի է, լավ է, բայց այսօր մեր ընդդիմությունը տեսել եք որ Ղարաբաղի մասին խոսեն։ Չեն խոսում։ Անցյալի մասին, չէ, այ ապրես, անցյալի մասին է խոսում։ Եթե ես 2020 թվականին այսօրվա պարլամենտ չեմ նայել, Նարեկը նոր մի հատ մեջբերում արեց, բան շոկ ապրեցի ու լավա որ չեմ նայել։ Բանը մեր քաղաքական ընդդիմադիրները խոսում են այսօր Ղարաբաղի մասին։ Ով Ռոբերտ Քոչարյանը աշտարակում բնակիչների հետ հանդիպմանը երբ հարց հնչեց, խոսեց Արցախցի Արցախ վերադարձի այսինքն չենք ուզում, չենք ուզում, իրանց մասը էլ Ղարաբաղը չի ուզում, Ղարաբաղը հայկական չի համարում, լավ, ինձ թվում է, եղավ, փուլ առ փուլ հետևողական աշխատանքով ինքը Հայաստանի ինչքան բան կար տվեց ռուսներին։ Երկրորդ հարցը Փայլակը Միրզոյանը հաստատեց, որ համագործակցել է ԱԱՑ-ի հետ։
Հիմա դա գործակալ է, թե գործակալ չի, կուզենամ դուք պատասխանեք, որովհետև նույնը տենց համագործակցել ԱԱԾ-ի հետ կոնտեքստով, օրինակ, չգիտեմ, կաթողիկոսի եղբորն են մեղադրում, որ ԿԳԲ-ի գործակալ է եւ այլն, ո՞րն է տարբերությունը։ Նախ կոռեկտ չեմ համարում ձեր հարցը եւ պետք է ասեմ, որ համեմատականներ անցկացնել այդ երկու անձնավորությունների միջև ուղղակի անընդունելի է։ Մեկ այլ հարց է, երբ որ հիմա ձեզ բոլորիդ, եթե ԱԱԾ-ն հրավիրի, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն հրավիրի եւ ասի ներողություն եմ խնդրում, եթե դուք տեսնեք, որ ինչ որ զինվոր է, պայմանական եմ ասում, մեր սահմանը անցնում, անպայման կասեք, կարծում դրա հրավիրելու կարիքն էլ չկա։ Իսկ մի բան է, երբ որ դու գնում ես Սովետական միության այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երթում ես տալիս։ Մենք ունենք ԱԱԾ-ի, մենք ունենք լավ աշխատող իրավապահ մարմիններ, այդ թվում նաև մեր ազգային անվտանգությունը, եւ ունենք շատ լավ մարդիկ, ովքեր որ այդ ծառայությանը օգնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել։ Ես, եթե առիթ լինի ինչ որ բան լինում է, որ ես համարում եմ, որ ԱԱԾ-ի տնօրենը պետք է իմանա, ես անձամբ զանգահարում եմ իրեն եւ ասում եմ, որ նման վտանգ կա։ Ձեր հարցը անտեղի հարց է։ Մենք կրկնում եմ, չի կարա նման համեմատություն տեղ գտնել, չի կարա։ Լավ, դե իր հայրենիքն է, մեզ խիա ներկայացնում այլ երկրում, թող իր հայրենիքն է, թող անձնագիրը հայկական հանձնում։ Լավ էլի խնդրում եմ, իսկ դուք վստահ եք, որ հիմա այդ համագործակցությունը չի շարունակվում։ Հիբրիդային պատերազմի, դե բա որ վստահ չեք, որ դուք վստահ չեք, ես տեղեկություն չունեմ, բայց ես համոզմունք ունեմ, որ շարունակվում է ու շարունակվելու է եւ հիբրիդային, օրինակ այն օրվա վերջի հարցազրույցի հիման վրա, որովհետեւ ներքաշել երրորդ երկիրը հայաստանյան ներքաղաքական բաների մեջ եւ օգտագործելով դիրքը հարցազրույց տալ Հայաստանի ներքաղաքական գործունեության մասին, դա եւս դրա այդ հարցակումների Կարինե ջան, ես մի րոպե Նարեկի երթն է ճիշտ ասում։ Սիմոնյան, դուք որ ասում եք Իսկ վերջանալու է այս ամեն ինչը։ Պատին են դեմ տվել, էլ չեմ կարում շատ են։ Կներես, ես խոսամ դու հոգնես։ Պարոն Սիմոնյան, դուք որ ասում եք այս կողմը Թուրքիան, այս կողմը Իրանն, այն կողմը Ադրբեջանն է, բայց հիմա ով է ասում որ Հայաստանի տարածքը սա չէ։ Դու ես ասում։ Ես նման բան չեմ ասել, խնդրում եմ։ Լա կասես ինձ այս կողմը ինչ է։ Ադրբեջանը գլեկ, բայց ներողություն։ Երբ որ մենք ասում ենք, որ դա մեր պատմության մասին ենք խոսում, մեր պատմական անցյալին ենք անդրադառնում, դա չի նշանակում, որ մենք վաղը այն տաքսու վարձու նման ասելու ենք քշի Թուրքիա կամ հարձակվելու ենք Ադրբեջանի։ Իսկ արդյոք դա նշանակում է, որ Մոնղոլիայի, իսկ արդյոք դա նշանակում է, որ Մոնղոլիայի վարչապետը հիշում եք, նա լավ կատակ արեց, չեմ հիշում ինչ առիթով ասեց ես էլ հիմա տարածքային պահանջներ եւ պատմական պահանջներ կներկայացնեմ։ Ժողովուրդ, կա իրավական փաստաթուղթ, Նարեկ ջան։ Իրավական փաստաթուղթ, ես դες իզուր չհարցրեցիս, կարաս չընդհատես։ Պատմությունը չի լինում ջնջել, պատմությունը չես կարա ջնջես, դա անհնար է։ Ես խոսում եմ այսօրվա մասին եւ ապագայի մասին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը սա է եւ ես կվերադառնամ։ Սա է Հայաստանի Հանրապետությունը։ Իրավական գործում էր, հա։ Բանա, ուրեմն իրավական առումով փաստաթուղթ գոյություն։ Հիմա դուք լրագրող եք, չէ՞։ Հիմա եթե ես դες պայմանական, հա, ուզենամ ներս չթողնեմ, դուք ասեք ես հավատարմագրում անցած եմ։ Այստեղ օրենք գործեց, հա։ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին ասել է, «Էս Հայաստանի Հանրապետությունն է»։ Իմ ասածը դա է, որ սա Հայաստանի Հանրապետությունն է։ Թե հիմա դուք ձեր տանը, ես մեր տանը կենաց կխմենք, կասենք, այս բանը ոնց է, իմ տատն էլ ղարսում է։ Մենք ղարսում, չգիտեմ, երկաթի կամուրջ կար, այնտեղ տունն է, տատիկիս մաման ընդեղից ա եղել եւ այլն։ Բայց Հայաստանը սա է, ժողովուրդ։ Սա է, ու յուրաքանչյուր այն խոսակցություն, որը որ դուք ասում եք, դա նույն ռեակցիան է առաջացնում մեր հարևանների մոտ։ Ինչը որ մեր մոտ առաջացնում է, երբ որ Սևանին ինչ էին ասում։ Մի խոսքով չեմ ուզում կրկնեմ։ Նույնը ինչ որ մեր մոտ ասում, իմ ասած ընդամենը դա է, Նարեկ ջան։ Ինչի, որովհետև դու հայ ես եւ Հայաստանի մոլորակումն դա անանում։ Իսկ ինչի, ներողություն եմ խնդրում, ես չեմ ասում իրանց նայել, ախր հասկացի ինչ եմ ասում։ Ես դուք խոսում եք էմոցիաներից, ես ասում եմ, որ Հայաստանից բացի այլ երկիր կա մոլորակի վրա։
այլ երկիր կա, այլ էմոցիա կա, այլ մայր կա, որը երեխայա կորցրել, այլ գերեզման կա, որը որ միգուցե հայկական կամ չգիտեմ վրացական, ռուսական դրա համար դեմ վստահ մի ասա, որտեղ Կալիֆոռնիայում տենց խոսակցություններ գնում է, բայց այնուամենայնիվ դրա համար որ դուք էլ եք ինչ որ ձևով պաշտոնյաներ, հա, դուք կարծիք ստեղծող մարդիկ եք Հայաստանի Հանրապետության փաստաթղթով, Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայականով, էսա կադաստրի վկայականում կան անճշտություններ մեր հարևանի հետ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում երևի բոլոր Իրաստանների եւ բնակարանների հետ ունեն, հիմա մեր հարևանի հետ պայմանավորվել ենք, որ այդ կադաստրով սահմանագծումը անում ենք, էսա ու իրար վրա չենք կրակ, չենք սպանում։ Անջան, ցավը տանեմ, այսօր է չկար։ Սեպտեմբերին, եթե սահմանադրական Անջան, այդ եմ ասում, ցավը տանեմ, ուղիղ եթե հետաքրքրությունն է ասել, ինչի՞ չեք պատրաստվում այդ պատերազմը։ Մեր ընդդիմադիրներն են ասել, լսեք, ես այս հարցին պատասխանել եմ մի ժամ 10 րոպե առաջ։ Ցավը տանեմ, մի ժամ, չկա, Անջան, լսի, ցավը տանեմ, մի ժամ 15 րոպե առաջ համ իրան եմ պատասխանել, հա 3 անգամ ես հարցին պատասխանել։ Հենց Կարինե ջան, մի րոպե։ Ձեր ընդդիմախոսները բարբերաբար հարց են տալիս։ Իմ հարցի շարունակությունը հետո սպասում են բոլորը հերթով հարց տալու։ Տեսեք, այդ դիրքորոշումը եւ սպառնալիքները Նիկոլ Փաշինյանի Անջան, ոմանց որ տպավորություն են ստեղծում, որ Փաշինյանը Ալիևի տասովշիկն է։ Օրինակ Թաթոյանն ասում է Ալիևի տասովշիկը։ Անջան, նայ, նախ չի կարելի երկրի վարչապետի մասին տենց խոսել։ Դու գլուխները պատով են տալի, որ տենց մեջբերում են անում, պետք է հասկանալ նրանք իրանք ում տասովշիկներն են, բայց դու մի մեջբերի, համեն մի վատ բան չի, որ պետք է մեջբերել, չէ՞ որ դու կին ես, մայր ես, չէ, բայց ասենք լսի, շատ սխալ են անում, որ հարցակվում են, բայց մի մտի այդ խոսակցության մեջ, իրանք էլ գլուխները պատով են տալիս, թող գնան իրանք հասկանան, թե իրանք ում տասովշիկն են ու ինչ գումարի դիմաց։ Այ սպանեցի, չի կարելի կեսից գալ, կգնամ հեսա ընկերներդ քեզ կքննադատեն։ Չեմ պատասխանելու։ Ասել եմ, բանի պատասխանել եմ, ցավը տանեմ։ Անջան, պատասխանել եմ այդ հաստին, ցավը տանեմ, պատասխանել եմ։ Դուք ատելություն եք իդեպ տարածում արցախցիների հանդեպ։ Դուք արցախցիների գնամ երևի դուք ատելություն եք տարածում եւ Անջան, մի րոպե սպասեք։ Կարամ պատասխանել։ Կարամ պատասխանել, հետո քեզ կգամ։ Կարինե ջան, լսում ես ինձ։ Շարունակում են արցախցիներին թիրախ։ Կարինե ջան, կլինի պատասխանեմ, հետո քո հարցին կպատասխանեմ։ Երեք ինչ եք անում, այսինքն հիմա Կարինե ջան, ստոպ։ Կարինե ջան, հիմա սպառնում ես ինձ։ Կարաս հանգստանաս։ Կգնաս քո ղեկավարին, կասես, թող ինքը վտածի, որ ինքը իր սախ կյանք պատասխանա տալու բոլոր այն բաների համար, որոնք տեղի են ունեցել իր նախագահություն բառնել Կարինե ջան, դու իմ մասին մի մտածի, դու դրա մասին մի մտածի, Արցախը հանձնել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, երբ որ Հայաստանի Հանրապետությունն էին ասենց կտոր տալիս ռուսներին, երբ որ բանակցային գործընթացի մեջ սխալ բանակցություններ են անում, եւ այդ իմիջիալից այդ առաջարկը ուժի մեջ է, եւ ես հայ դեպ քաղաքից էի հարցնում, ես եթերով ուզում եմ առաջարկեմ Ռոբերտ Քոչարյանին կամ որևիցե այլ ընդդիմադիր գործչին ուղիղ եթերով վարչապետը մի ամիս է արդեն փողոցում է Հանրապետության ժողովրդի հետ շփվում ուղիղ եթերով, ես առաջարկում եմ մի շաբաթ որևիցե տեղ գնալ եւ ուղակի քայլել եւ այդ հարցերի բոլոր պատասխանները ինձ թվում է Քոչարյանը կգտնի։ Նարեկ ջան, խնդրեմ։ Լսի, կարող է եւ ռեյտինգի խնդիր ունի։ Քաղաքական գործիչ է, այս Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ռեյտինգ չունի։ Անանք ստացած չենք, տժում ենք։ Ես անձամբ տժում եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի նմանա, Ռոբերտ Քոչարյանի իր նախագահության օրոնք, երբ որ կաֆեներում մարդ էին սպանում այդ ժամանակ, անհանգստություն չունեի, երբ որ մարտի 1 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն չունեի, երբ որ հոկտեմբերի 27 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն։ Հիմա տժում եմ մնացածի վրա, որովհետև այդ քաղաքական գործիչներ շատ լավ է, Թոտեժան։ Ծաղրել երևի, հա։ Կարամ պատասխանեմ, Անի ջան, ցավը տանեմ, ախր այսօր քո երեկո չի, է։ Բարբերաբար ձեզ մեղադրում են, որ մարզերում են ձեր ձայները, Երևանում դուք շատ քիչ ձայն ունեք, համակիրներ չունեք, շենգավիթյան հանդիպումը ինչ ցույց տվեց։ Շենգավիթյան հանդիպումը ցույց տվեց, որ
Երևանում նույնպես ունենք համակիրներ առնվազն եւ այդ համակիրների հետ կապված շփումը շարունակվելու է քարոզարշավի ժամանակ շատ ավելի ինտենսիվ ու հələ դուք ուշադրություն դարձեք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետը ելույթներ, քաղաքական ելույթներ, միտինգներ չի անում եւ ես որպես մեծ սիրահար իր ռետորական արվեստի, իր խոսքի, իր անկեղծության, իր անձնվության, իր մարդկանցից մեկը լինելու շատ անհամբեր սպասում եմ այդ ելույթներին, ժողովրդին ցույց հերիքը։